Հիսուսի առակները, որոնք կապված են նրա երկրորդ գալստյան հետ, հիմնականում գտնվում են Մատթեոսի ավետարանի 24-ից 25 գլուխներում, Ձիթենյաց լեռան քարոզը։ Այս առակները չեն տալիս ճշգրիտ ամսաթիվ կամ ժամ, այլ ընդգծում են պատրաստ լինելու կարևորությունը, քանի որ գալուստը կլինի անսպասելի։ Հիմնական առակներ և դրանց մեկնաբանությունը։ 10 կույսերի առակները։ 10 կույսեր սպասում են Փեսային, որը խորհրդանշում է Հիսուսին։ 5 իմաստուն են, ունեն յուղ, այսինքն հոգու պատրաստվածություն, հավատքի գործեր։ 5 հիմար, ոչինչ չունեն։ Փեսան գալիս է կեսգիշերին, անսպասելի։ Իմաստունները մտնում են հարսանիքի խնջույքները, հիմարները մնում են դռանը, դրսում։ Ասելիքը՝ արթուն մնացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ ժամը։ Ոչխարների և ուլերի առակը։ Մատթեոս 25:31-46։ Մարդկանց որդին, Հիսուսը, գալիս է փառքով և բաժանում է ոչխարներին ուլերից, այսինքն արդարներին չարերից։ Ոչխարները ժառանգում են արքայությունը, քանի որ օգնել են քաղցածներին, ծարավներին, հիվանդներին, այսինքն Հիսուսի եղբայրներին։ Ասելիքը՝ գալստյան ժամանակ դատաստանը կլինի ըստ գործերի, ինչպես ենք մենք վերաբերվել ուրիշներին։ Թզենու առակը։ Մատթեոս 24:32-35, Ղուկաս 21:29-31։ Երբ թզենին տերև է քաշում, գիտեք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ, երբ տեսնեք նշանները, պատերազմներ, երկրաշարժեր, կեղծ մարգարեներ և այլն, իմացեք, որ Աստծո արքայությունը մոտ է։ Ասելիք